Eli հավատացյալներ մի հայտարարություն անեն Արոծից առաջ, բայց մի փոքրիկ նկատառում, որպես հոգևորվելու ասեմ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական գլխավոր գերաշնորհ Տեր-Նավասարդ arczepiskopos Քոչարյանի օրհնությամբ թեմի ողջ հավատավոր ժողովուրդը գրում են, թեմի ողջ հավատավոր ժողովուրդը եւ երիտասարդաց միությունները մեկնելու են ուխտագնացության մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնակցելու Սուրբ եւ անման պատարագին եւ հայրապետական մաղթանին։ Կազմակերպելու նպատակով խնդրում եմ, որ մեր համայնքի ցանկացողները մոտենան Տիկնաց միության ատենապետ Տիկինանայքին եւ թեմական ծխական խորհրդի ատենապետ Պարոն Միքայելին ցուցակագրվելու եւ այդ օրը մեկնելու մայրաթոր Սուրբ Էջմիածին ուխտի պատարագին։ Յուրաքանչյուր եկեղեցի պետք է ինքը կազմակերպի իր համայնքի տեղափոխումը դեպի մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ հետադարձ դեպի Երևան։ Եթե մեր համայնքի ցանկացողներ կլինեն, դե բնականաբար ավտոբուս են բարձրելու։ Եթե մարդիկ ցանկություն ունենան ինչ-որ ձևով հովանավորելու մեր ուխտավորներին, կարող են դիմել ինձ որպես հոգևոր հույն, բայց ավելի ճիշտ կլինի դիմել Պարոն Միքայելին, ծխական խորհրդի ատենապետին, արի առաջ քեզ տեսնեն Միքայելին։ Եվ Տիկին Անահիտին։ Ես հաջողություն եմ մաղթում, հետո Կիրակին ես բոլորից, մեր բոլորը ուխտ ընդունել լինի։ Այսօր այն ունեցանք միասնաբար հաղորդելու Սուրբ Պատարագի հոգևորական արարողության միջոցով հոգևոր օրհնություններ ստանալու եւ հավատքով ամրագրելու միաժամանակ որդի առ շնորհակալություն եմ հայտնում Արարատյան հայրապետական թեմի բարեկամ առաջնորդական փոխանորդ Երաշնորհ Տեր-Նավասարդ Սրբազան arczepiskoposi, որի հավանությամբ եւ գլուխությամբ այսօր եւս արին ունեցա պատարագ մատուցելու եւ ցեզ հետ աղոթակից լինելու։ Անունով եւ որդվով եւ օգնույն Սրբո ամեն։ Եվ նայն զորություններու Տեր Աստվածը, որի առջև գաղթում եմ, ենթանի հավատավոր ժողովուրդ այսօր Եղիա Մարգարեի լուսավոր եւ օրհնյալ հիշատակի տոնն է։ Մարգարեները աստվածահաճո կյանք ապրեցան եւ անխախտ հավատքի օրինակը եղան։ Աստվածաշունչ Մատթեոս իմանում ենք մարգարեների նվիրական կոչումի եւ օրհնաբեր առաքելության մասին։ Աստծո բռնության ծրագրի մեջ հատուկ բաժին վերաբախված էր մարգարեներին։ Նրանց Սուրբ Հոգու մոմով խոսեցին Դանիք Բրճի մասին։ Ժողովրդին հոգևորապես դասյարակեցին եւ Աստծո պատկանները հրճակեցին։ Եղիա Մարգարե հավատքի հերոս էր, ապրեցավ հոգևոր հսկեցմունքներով, ես պաշտամունքները եւ հեթանոսական մտայնությունները խստիր մերժելով։ Եղիա Մարգարեն Եզանի թեմքեր հեղինակավոր եւ նշանավոր անձնավորությունը որպես հավատքի վրա կարուսեց չերբերանքությամբ, գործեց աստվածականությամբ եւ զասված
դերատրեց համարձակախոսության և խիզախության։ Մարգարեն Եղիան դժվար ժամանակահատվածում ապրեց, երբ Եբրայեցի ժողովուրդը հասնված էր հեթանոսական գաղափարներից և դրա համար որպես բնական հետևանք հեռացան հավատքի ճշմարիտ ճանապարհից։ Օրվան թագավորը Ակահաբ և նրա 9 հեզրապետ իրենք ևս շարամիտ էին, բուրգերի համար զոհասեղաններ պատրաստեցին, մարգարեների հալածեցին։ Չնայած այս տխուր իրավիճակին և մեղքով ապակարկված այս մթնոլորտին, Եղիա մարգարեն մնաց հաստատ հավատքով, ուխտաբանությամբ, շարունակեց իր նվիրական երգը հոգու արիությամբ և հոգևոր ըսպարազինությամբ հերոսապար պայքարեցավ ընդդեմ հեթանոսության, մի խոսքով եղավ մշտապարբար հուշարարը աստվածաշնչության և արժանավոր ջահագիրը արտադրության։ Ակահաբ թագավորի մասին Աստվածաշունչ Մատթեանը ասում է, որ չարամիտ էր և Աստծո առջև առավել չար գտնվեց, քան բոլոր իր նախնիներին։ Բայց Եղիա մարգարեն հաստատ էր և դրա համար համարձակեցավ հիշեցնել թագավորին, թե սխալ ընթացքի մեջ է, և դրա համար կա Եղիա մարգարեի խորհրդավոր և աղոթական արտահայտությունը, երբ ասում է, երկանի է երկնային զորությունների Տեր Աստվածը, որի առջև ես կանգնում եմ։ Սա սովորական արտահայտություն չէ, սա աղոթքի հարուստ փորձառություն ունեցող և հոգևոր ջերմերանդությամբ ապրող Աստծո մարդու խիզախ և քաջ արտահայտություն է։ Եղիա մարգարեն բազմաթիվ հրաշքներ գործեց։ Ինքը դատարանի մեջ առաջին անգամ դիմանանք ներելու հարության մասին, նույնիսկ Եղիա մարգարեի գործունեության ժամանակ, երբ մարգարեն Աստծո առաջնորդությամբ գնաց Սիդոնացիներու Սարեպտա քաղաքը և այդտեղ այցելեց մի այրի կնոջ, որ ի վիճակի չէր, և վստահեցրեց մարգարեն, թե իրեն տնից յուղը և արյունը բնավ պիտի չբագասի, և իրողապես կատարվեցավ Աստծո խոստումը և մի նվայրեց Աստծո անմիջական խնամքը և հայրական հոգացությունը։ Ինի որդին մահացավ կարճ ժամանակ հետո, և Եղիա մարգարեն և յուրացությամբ աղոթք մատուցեց և խնդրեց, որ Աստված վերակենդանացնի այդ այրի կնոջ որդին, և այդ որդին կկենդանանա, և Եղիայի հարության առաջին հրաշքի մասին մենք իմանում ենք Եղիա մարգարեի կյանքից, որ խնդրեց Աստծուց կենդանություն շնորհի այրի կնոջ որդուն։ Եղիա մարգարեն նաև Կարմելոս լեռան վրա ժամադրվեցավ ես մարգարեների հետ և ասաց, դուք ձեր ողջագեզը մատուցեք, և ես իմ ողջագեզը մատուցեմ։ Դուք դիմեցեք ձեր Աստվածին, և ես դիմում եմ իր Աստծուն, պայմանով որ դրանք չարենք, և երբ դրանով պատասխան կա, դա է ճշմարիտ Աստված։ Եղիա մարգարեն խիստ ոճով մեղադրեց ժողովրդին, ասաց, դուք մինչև երբ պիտի գաղաք, եթե Բաղավն է ձեր Աստվածը, գնացեք Բաղավի ետևից, եթե դերն է ձեր Աստվածը, գնացեք նրա ետևից։ Եվ երբ ես մարգարեները ողջակեզ մատուցեցին և ահագեցին, պատասխան չկար։ Մինչև երևո
ապացուցեց, Աստված հրով պատասխանեց, դրագը լապեց զոհը, բայդերը և գլանեց այդ շուրջի փոսի մեջ եղող ջուրը և հողը և ամբողջ ժողովուրդը միացայնությամբ բարձրացան, ասաց. «Տերն է ճշմարիտ Աստված»։ Եղիան մարգարեն սիրելի ժողովուրդ ապրեցավ նախանձախնդրությամբ և խստաբանությամբ, որպեսզի ժողովուրդը հստակի, հրաժարվի կեղծ պաշտամունքներից դառնա Աստծուն։ Եղիան նաև ուներ գործակից, անունն էր Գեղիսե, որ սիրով ծառայում էր Եղիայի, և Եղիա մարգարեն իմանում էր, թե մոտիկացած է վաղը այս աշխարհեն մեկնելու և հրեղեն գարքը ձիավորներով գալիս էր երկրից և Եղիա մարգարեն ողջ առողջ վիճակով, կենդանի վիճակով երկին ամբարնվում է և Եղիայի հաջորդում է իր անմիջական գործակիցը Գեղիսեն։ Եղիա մարգարեի կյանքը շատ իմաստալից է, որովհետև ապրեցավ այնպիսի ժամանակ, երբ մարդիկ ընդհանրապես մոռացել էին ճշմարիտ հոգևոր պաշտամունքը, Աստծո ուխտերը և պատվիրանները, և Եղիան իր նախանձախնդրությամբ, որպես Աստծո մարդը, որպես ճշմարիտ մարգարե, սերմանեց Աստծո խոսքը, որպեսզի մարդիկ հետ դառնան իրենց չար ճանապարհից և խորասկաց զղջումով հավաշխարեն և Աստծո դառնան։ Մենք Եղիա մարգարեի կյանքից սիրելիներ սովորում ենք հիմնականում ապրել հավատքով։ Հավատքը աստվածգիտության լուսավոր ուղին է։ Հավատքի շնորհիվ է, որ մենք վստահում ենք Աստծո բարի կամքին, հայրական խնամքին, պատվական խոստումին և հավատքով ապրող մարդը ինք ևս կկարողանա խաղաղությամբ, հոգու խաղաղությամբ ապրել մեղքով արևոծված այս աշխարհի մեջ։ Եվ դրա համար Քրիստոս մեր Տերը ասում է. «Մարդու որդին երբ աշխարհ գա, արդյոք հավատ պիտի գտնե»։ Եվ մենք դրա համար ամեն օր երեկոյան աղոթում ենք, ասելով. «Ավելի մեզ Տեր ամենակալ, հզավաց, ըստ հույս և սեր»։ Այսինքն բազմապատկիր Տեր մեր հավատքը։ Այսօրվա չար ու դաժան աշխարհի մեջ մենք միշտ նկատում ենք, թե ամեն ինչ անդայում է և չարը մեղքի որոնը սերմանում է, և դրա համար մենք որպես զինվորակրյալ եկեղեցու անդամներ մեր այդ կոչումը արժևորելի ենք հավատքով սպառազինված, որպեսզի շարունակենք մեր կյանքի երթը։ Եղիա մարգարեի խնգանվեր հիշատակը, պատվական հիշատակը մեզ համար կարիք է, որպեսզի այսօր մեր ուղտը վերանորոգենք և ապրահնված հավատքով մեր երթը շարունակենք։ Պողոս առաքյալ մի ոգեշահ որդոր տալիս է, ասելով. «Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ, նայեցեք նրանց կյանքի վախճանին և հետևեք նրանց հավատքի օրինակին։ Հետևեք նրանց հավատքի օրինակին և այսօր արմարագույն արիքն է, երբ նայում ենք այս մեծ մարգարեի Եղիայի կյանքին, այսօր մենք ևս եկեք բարեպաշտական զգացումով ներքին մղում ունենանք, որպեսզի հետևենք Եղիա մարգարեի կյանքի օրինակին, որպեսզի մեղքի դեմ պայքարենք և լինենք Աստծո անազանց որդիները ուխտաբահությամբ և եկեղեցու ուսմունքներով շարունակենք մեր հավատքի բարի պատերազմը, որպեսզի արժանավորապես փառավորենք ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Ամեն։